Շնորհակալ եմ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ։ Ելույթս պայմանական փորձեմ անվանել տենց զրոների մասին, որ գոնե մի քիչ բյուջետային հանձնաժողովն է, թվերի հետ է կապված, բայց մինչ այդ նաև ուզում եմ պաշտպանել ուժեղ Հայաստան խմբակցության իմ գործընկերներին, որովհետև ձեր խմբակցության պատգամավորը իմ կարծիքով վիրավորեց ձեզ, երբ ասեց, որ իր համար մեծ պատիվ էր ընտրված չլինել մեր կողմից, ես սպասում էի մինչև այս պահը մոտենալը թերթեցի, դեռ պարոն Վարդովյանն հրաժարական դիմում չի գրել եւ հուսով եմ չի էլ գրի, որտեվ հուսով եմ ինքը չի համաձայնվի, որ իր համար տենց կործանարար նվաստացուցիչ է եղել մեր կողմից ընտրվել եւ այնտեղ գնալը։ Եվ որ ասում եք դե համանadrության պահանջ կա, անձերը ինչ կապ ունեն, դե ես կարող եմ ասել, բա որ անձերը կապ չունեն, ինձ ինչի դեմ չեք քվեարկել, իմս գործընկերներին դեմ եք քվեարկել։ Տրամաբանություն կա անձերի մեջ, եկեք տենց շատ դրա հետևից չգնանք։ Հիմա քանի որ ասի զրոների մասին, հա, նաև չեմ հետևելու խորհուրդներին այստեղ իրենց տնտեսագիտության տենց ասպետներ հրճակած մարդկանց, որտեղ ես կարծում եմ, որ խորհրդանային տեղն է, որտեղ պետքա խոսենք։ Ես ասացի, որ առաջին նստաշրջանային եզակի տեղերից է, որ կարողանում ենք հարցեր տալ իրար։ Հետո չի լինել, առավելից 10 րոպեանոց ելույթներին Երանի ենք տալու, չի լինում տենց բան, էլի։ Ու ես կխոսեմ էլի պետական պարտքից, շարունակելով պարոն Եղոյանի օրինակ, մի քիչ ավելի բարձրացնենք։ 2017 թվականին կամ 18 թվականին պատկերացրեք ձեզանից որևէ մեկը ունի մի հատ տուն ու մի հատ մեքենա։ Այդ ժամանակ են ձեր ասած Լիբանանը որ գար, գալու էր տաներ ձեր տունը եւ օրինակ ավտոյի անվադողերն էլ հետը, որովհետեւ ձեր ունեցած հնան են, որ ասում ենք հարաբերակցությունը 60%-ից ավել էր, այսինքն դուք ոչ տուն եք ունենալու, ոչ է մեքենա եք ունենալու, որ կարողանաք քշել։ Հիմա դուք ունեք 4 հատ բնակարան, 6 հատ ավտոմեքենա։ Եթե Աստված չանի այդպիսի բան լինի, բայց բոլոր մասնագետները ինձանից դեզանից լավ ասում են, որ չի սպառնում Հայաստանին եւ շատ ուրախ եմ, որ Տիկին Մանուկյանը անկեղծորեն ասում է, այո, մեզ չի սպառնում այս բանը, որտեղ բոլոր ցուցանիշներով կառավարելի է առնվազն։ Եթե բայց այդ Լիբանանը գա, հիմա տանելու է 2 տունը եւ 2 մեքենան, բայց դուք կունենաք ելի մեկը 2 մեքենա, որը չունեիք 17 թվականին եւ 2 տուն, որտեղ կարող եք ապրել։ Այս փորձեցի հնարավորինս պարզ ասել, երբ որ պարոն Շիրազ Մանուկյանը էլի բերում ասում ամեն անձի վրա դրված է 3000 թե 5000 դոլար պար, բայց այստեղի համայն հայությանը չեք ասում, բա բերեք այդ 10 միլիոնի վրա բաժանենք եւ ասենք համայն հայությունն է պարտք այդքան։ Ինչ եք Սփյուռքին առանձնացնում, հարգելի գործընկերներ։ Եկեք չառանձնացնենք, բայց Սփյուռքն էլ է, չէ՞, ասում եք մեր Հայաստանի մասը, դե եկեք այդ 10-12 միլիոնով գնանք։ Հետո խոսվեց աշխատավարձերի էլի մասին։ Ես էլի եմ առաջարկանում, ժողովուրդ ջան։ Եկեք աշխատավարձերը որ գա, մեր աշխատավարձերը 0 դրամ սարքենք։ Ես ամեն ինչ կանեմ, իհարկե որ դա չլինի հիմա կասեմ ինչի, բայց եկեք 0 դրամ սարքենք։ Ու ինչպես ավականիներին է թույլատրելի, թողենք որ մենք կարողանանք բիզնես գործունեություն ծավալել։ Գիտեք ինչ կլինի դրանից հետո։ Ես ձեզ խոստանում եմ, որ առնվազն մի ամիս հետո ես կունենամ նույն մեքենան, ինչ ունի օրինակ Նարեկ Կարապետյանը։ Ինչ փող ունի օրինակ պարոն Ղազինյանը։ Եկեք 0 դրամ սարքեք, ասեք 0 դրամ, բայց ես թույլատրելի է բիզնես։ Դա այն է, ինչը դուք էլի ուզում եք հետ վերադառնա Հայաստան այդ օլիգարխապետություն։ Այո, այստեղ նստած են եղել մարդիկ, որոնք 10-20 տարի շարունակ չեն էլ նույնիսկ տեսել, թե այդ աշխատավարձի SMS-ը եկել է, թե չի եկել, որտեղ իրենք դրա վրա թքած են ունեցել։ Շատերին գիտեն, որ օգնականներին են տվել, օգնականներն են ստացել։ Այստեղ մի օգնական կա, որ հարցնեք կասի։ Մեկ էլ գաղտնիությունից խոսվեց, էլի որ տեսեք, երբ որ ասում ենք հանրապետական նկատի չունենք, որ տենց պարզ է, չեք կարող այդ արունակցական նաև կապ կա, չեք կարողանաք։ Ասում եք գաղտնի ծախսեր, Տիկին Մանուկյան, դուք որպես պատգամավոր չկա բյուջեում գետ 1 տող, որը ձեր համար գաղտնի է։ Բայց ես հիշում եմ, գիտեք ով օրինակ ընդունեց այն ծախսերի մասին, որոնք դուք ասում եք, որ դա վատ է, ով ընդունեց այդ ծախսերը, որ դառնան գաղտնի։ Տեսեք, չեմ ասում լավա կամ վատա, բայց ով ընդունեց։ Որ բացեք ԱԺԿ-ում, այնտեղ մի ազգանուն կա, որը նույնանուն է ձեր խմբակցության ղեկավարի ազգանունի հետ։ Այդ մարդն է կողմ քվեարկել եւ դարձել է այդ ծախսերը գաղտնի։ Հիմա եթե վատ է արել, ուրեմն պետքա գաք եւ նաեւ այստեղ պարոն Ալեքսանյանը ասաց ինքնահայացմամբ ասեք, այո, սխալ են արել մեր դե չեմ ուզում դառնա ընտանեկան բան, այսինքն մեր քաղաքական նախնիները սխալ որոշում են ընդունել, երբ որ գաղտնի են պահել ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ հանրապետության նախագահի որոշ ծախսեր։
որը իդեպ ձեր համար էլի եմ ասում գաղտնիք չէ։ 0% հարկի մասին քանի որ գալու է, ես անկեղծ ասած չեմ հասկանում մինչև հիմա այս միտքը, որ պարոն Կարապետյանը էլի նախընտրական շրջանում արել, ասել եմ դա չէ, ակտիվ հետևել եմ, գիտեմ։ Ասում եք վարչարություն չի լինելու։ Այդ գիտեք մոտավորապես ինչա, որ օրինակ երբ որ Դավիթ Ղազենյանը իրացման տնօրենն էր հեծի, օրինակ պարոն Կարապետյանը որպես ազգային բարերար որոշեր, որ բոլոր սոցիալապես անապահովներին, ասենք, հոսանքը ձրիա լինելու։ Անվճարան, փող չենք վերցնելու ու այդ բնակարաններում հաշվիչ դրած չլիներ։ Ո՞նց էիք բարձելու, ես ինչքան եմ ծախսում կամ անապահով եմ կամ չէ։ Ոնց կարա հարկային վարչարություն չլինի ու դուք բարձեք ես փոքր բիզնես եմ, թե միջին։ Այդ ոնց է տենց լինելու։ Խնդրում եկեք բացատրեք, ոնց կարա այդպես հնարավոր լինի։ Այսինքն ու դնում եք 114 միլիոնի շեմ։ Այս մասին էլի առանձին բյուջեի ժամանակ եմ խոսելու երկար մի քիչ այնտեղն։ Ոնց կարա օրական 400,000 դրամ շրջանառություն ունեցող մարդը 0% հարկ տակ եւ դուք որևէ կերպ չգնաք ստուգեք ինքը 400,000 անում թե 200,000 անում։ Ոնց կարա վարչարություն, ասում եմ, այդ նույնն է, ոնց որ հաշվիչները հանենք բնակարանից ու ասենք միջև 1000 կիլովատ սպառումը անվճար է։ Ոնց եք բարձր որ միջև 1000 կիլովատ է։ Եվ ես ավելի ուրիշ առաջարկ ունեմ։ Հա, այս 0 դրամի մասով մի հատ էլ բան ասեմ, նոր անդրադառնամ։ Այստեղ շատ է խոսում արդյունավետության մասին, էլի առաջարկ անեմ։ Որ պահին, օրինակ, արդեն 16-րդ նիստն է, Ղազարյանը դա մեր ասում։ Որ պահին գաք ասեք ինչ բանաձևով ենք հաշվում, այստեղ հələ որ ձեզանից ամենաշատը պիտի որ պարոն Վարդևանյանը աշխատավարձ ստանա։ Որ պահին ասեք որ մեթոդով ենք հաշվելու 16 օրվա ընթացքում հայ ժողովրդին պարոն Արամ Վարդևանյանը իր այնտեղ նստելով ինչ օգուտ է տվել, ես ձեզ խոստանում եմ այդ ալգորիթմը վերցնենք դնենք եւ մեր գործողումներն է կհաշվենք ինչ օգուտ է տվել։ Երբեմն չի լինում այդպես։ Հա, պարոն Մխիթարյան ժպտում եք, լավ է որ գալիս եք ուզում եք լիգբեզ անել մեզ, բայց պարոն Վարդևանյանը ձեզ կհուշի, որ կառավարության որոշումները երբեք ազգային ժողով չեն գալիս։ Կառավարության որոշումները հենց որոշումներն, այսինքն տոնով որ մեզ ուզում եք դաստակ նորմալ է, ցանկություն է, բայց կառավարության որոշումները չեն գալիս այստեղ։ Մենք էլ երբևէ կառավարության որոշումները ընդունող մարմին չենք եղել, որովհետև մենք օրենքներ ընդունող մարմին ենք։ Ու այդ 0% հարկի ֆոնին ես առաջարկում եմ հարգելի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Ես կարծում եմ, որ եթե օրինակ հեծի գրասենյակը տեղակայված էր մոլում եւ դա պատճառաբանվում էր, որ այնտեղ շատ մարդիկ են մտնում, ինձ թվում է մենք կարող ենք նաեւ զուգահեռ օրենք բերել եւ ասել, որ մոլերը պարտավոր են իրենց տարածքի առնվազն կեսը տրամադրել փոքր բիզնեսին 0 դրամ վարձավճարով։ Ինչ վատ է օրինակ, հայ գյուղացին թող գնա Դալմա մոլում, Ռիո մոլում, Երևան մոլում, որ չասեք մենակ ձեզ եմ ասում, էլ ինչ մոլեր կա, առինչ մոլում, անվճար 0 դրամ տեղ տվեք, թող գա այդ գյուղացին դեղս ծախի, լոլիկ ծախի, հոմպլեքս, բերեք, դրեք եւ օրինակ կամ փոքր եւ միջին այլ արդեն արտադրականները Դալմա մոլում տեղ ունենան, էլի։ Եղել է այս 10 տարվա մեջ մեկին անվճար տեղ տակ, էլի։ Եկեք այդ օրենքները կբերենք 0% հարկի դեպքում բերեք էդ էլ առաջարկենք, թող մոլերում այդքան տասնյակ հազարավոր մարդիկ են մտնում, անվճար տեղ տվեք։ Ես առաջարկում եմ այդ ներկայացուցիչներին այդ ոլորտի, այս մասով շատ ակտիվ քննարկումներ ծավալել, կարող եք բողոքի ակցիաներ անցկացնել նաև Ուլնեցի փողոցում, պահանջելով մարդկանցից, որ այո, այնտեղ ձեր բիզնեսը կարող է իսկապես ծաղկել։ Եկեք անվճար տեղեր տանք մոլերում այդ մարդկանց։ Եկեք, այ արդեն սկսել է քաղաքական կոնսուլտացիաներ, այդ արդեն լավ է, այդ արդեն շատ լավ է։ Ես 0-ի մասին, քանի որ ժամանակ կա, պարոն Կարապետյան, էլի եմ ասում, եթե դուք ինձ կհիմնավորեք, ոնց եք դուք պարզելու, որ ես Սիսակ Գաբրելյանց, որ բիզնես կունենամ, ոնց եք պարզելու, որ ես դարձա արդեն խոշոր բիզնես, կամ եթե ես օրական 400,000 դրամ շրջանառություն ունեմ 0% հարկ եմ մուծելու, հենց իմացա դառնալու 401,000 դրամ, դուք ինձանից գալու եք այդ 20% ավելացված արժեքի հարկման դաշտ 80,000 դրամ տանեք, եթե տրամաբանությունը բացատրեք, ինչի ես պետք է շահագրգռվածնեմ 400,000 դրամից 401,000 դրամ առևտրանեմ, որ դուք եկաք 80,000-ը տանեք, այդ էլ հիմնավորումը կբերեք։ Իդեպ մենք էլ ունենք մինչև 24 միլիոն դրամ շրջանառությունը, կառավարությունը, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ այդ շեմը բարձրացնելու են, կարծեմ 48 ենք սարքելու։ Հարգելի գործընկերներ, լսում ենք ամբիոնից ելույթ ունեցողին։ Բայց այդ մասով ես էլի դրա մասնակետը չեմ, մի օր օրինակ մի հատ փոքր արտադրություն են բերելու, կամ արտադրանքն են բերելու, ու մենք տեսնելու ենք, թե այդ արտադրանքի մեջ ինքնարժեքը ինչքան է անում այդ դուք 10 եք ասում, բայց իրականում 10 չի, այլ մոտ 2-2.5 է, որտեղ եթե ինքնարժեքից հանենք այդ ծախսերը,
նախընտրական շրջանում դուք մտել եք մի կրպակից հացաբուրգերից գուլկի եք առնում։ Այդտեղ այդ ինքնարժեքոր 100 դրամ տվեցիք, ինքը ոչ թե 100 դրամի 10%-ն է վճարում, այլ հանում է այդ 80 դրամ այդ ալուրի փողը, տեղի փողը, մնում է տակը 20 դրամ, այդ 20 Պարոն դրամը Գաբրիելյան, 10%-ն ժամանակը ավարտվել է։ Ես դա էլ կհիմնավորեմ։ Շնորհակալ եմ, մի քանի զրոյեր մնաց, բայց դա էլ հաջորդ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։